Բարև ձեզ հարգելի Facebook-յան ընկերներ եւ ոչ միայն ընկերներ։ Այս երեկոն եկեք մի քիչ զրուցենք, մտորենք մեր մասին, մտորումներ հայոց մասին։ Առաջին միտքը, որ հիմա գալիս է, իմ Facebook-յան ընկեր Համլետ Մազմանյանի գրառումն է Արնոլդ Շվարցենեգերի մասին։ Որտեղ Արնոլդ Շվարցենեգերը որոշել է տանը փուճուր խոզ պահի եւ ինչ որ փուճուր էշ պահի կենթանիներ մի խոսքով եւ իր ծերությունը զբաղացնում է ահա կենթանիներով, կենթանիների հետ զբաղվելով, խաղալով եւ Համլետը Մազմանյան, որի դեպ Եվրոպայում է ապրում, կարծեմ Եվրոպայում է ապրում, ասում է, որ ահա աշխարհում ինչքան սոված մարդիկ կան, ոչ թե դա մաքուր իր մտքերն է ներկայացնում, այլ առհասարակ միտք է ներկայացնում, էլի, որ աշխարհում իսկան սոված մարդիկ կան, բայց Արնոլդ Շվարցենեգերը այդ միլիոնների մեջ որոշել է խոզին ու էշին պահի, զբաղացնի, կերակրի, չգիտեմ։ Եվ օրինակ է բերում, որ շատ հարուստներ վերջում իրենց մահից հետո իրենց ունեցվածքը իրենց սիրելի կենթանիներին են կտակում, այնինչ կարելի է փողը կարիքավորներին էլի նվիրաբերել եւ սա որպես քննադատական մի բան է ներկայացնում, ինչ կապ ունի սա մեզ հետ, հայոց հետ սա ինչ կապ ունի, հայության հետ սա ինչ կապ ունի։ Ուրեմն երբ որ Շվարցենեգերը Եվրոպայից երիտասարդ տարիքում արտագաղթում է Միացյալ Նահանգներ, հետագայում հարցազրույցներում ինքը պատճառաբանում է, թե ինչու այդպես վարվեց, հետաքրքիր է, չէ՞, մենք բոլորս մտածում ենք, որ դեպի արևմուտք, դեպի Եվրոպա պետքա գնանք, այլ Եվրոպայում պետքա մարդավարի ապրի, Եվրոպայում գտնվող Արնոլդ Շվարցենեգերը ասում է, չէ, ընկեր, այսի ապրելու տեղ չի, ու գնում է Միացյալ Նահանգներ։ Դե Եվրոպան սոցիալիստական ըստ էության տրամադրված երկիր է սոցիալական շատ ծրագրերով, որտեղ ուրեմն բոլորը աշխատում են, որ բոլորին աջակցեն, ովքեր չեն հասցնում, հետ են ընկնում կամ ինչ որ խնդիրներ ունեն, միանգամից ուրեմն իրանց համար գումարներ են հատկացնում, նույնիսկ սոված հիվանդ մարդիկ տարբեր երկրներից, եթե մի կերպ հայտնվում են, օրինակ Գերմանիայում, չնայած Շվարցենեգերը Ավստրիայից է գնացել, ինչքան գիտեմ, մի խոսքով, օրինակ գերմանացիները նրանց բուժում են, կերակրում են, պահում են, այսպիսի պետական մոտեցում կա եւ այսպիսի հասարակական վերաբերմունք կա։ Շվարցենեգերն ասում է, ես չէի կարող այդտեղ ապրել, որովհետեւ ես Շվարցենեգերն ասում է, ես հաշտ չէ են մտքի հետ, որ երիտասարդը 18 տարեկանից արդեն մտածում է թոշակ ստանալու մասին։ Կրթաթոշակ, չգիտեմ, ինչ որ բան անում դրան աջակցություն, ինչ որ խնդիր ունի դրա համար թոշակ։ Սոցիալական ապահովության այսպիսի բուրըն բան էլի, բուրըն պրոցեսներ, սոցիալական ապահովություն աչու ձախից։ Եվ Շվարցենեգերն ասում է, ես չէի հանդուրժում, որ ես 18 տարեկանում պետք է արդեն մտածեմ թոշակ ստանալու մասին, որտեղից ինչ անեմ, թոշակ ստանամ։ Եվ ինքը գնում է Միացյալ Նահանգներ իր տաղանդը ռեալիզացնելու, թեև իր ծնողները դեմ էին եւ կարծում էին, որ հնարավոր չի, բայց մարդը դառավ աշխարհահռչակ կուլտուրիստ, աշխարհահռչակ դերասան, հետո նահանգապետ դառավ եւ այլն։ Այնպես որ եթե մի երկրում կա աղքատություն, դրա մեղավոր Արնոլդ Շվարցենեգերը չի, այլ այն հասարակարգը, որով այդ մարդիկ ապրում են։ Հիմա կգամ արդեն հասարակարգին եւ հայոց պատկերացումներին։ Խնդիրը հասարակարգն է։ Այդ նույն մարդիկ ապրում են Ավստրիայում, այդ նույն մարդիկ ապրում են Միացյալ Նահանգներում։ Ավստրիայում անհնար է ինչ որ մեծ բանի հասնելը, հետեւաբար ինչ որ մեծ դեմքեր ունենալն էլ մերօրյա Եվրոպայում պրոբլեմ է։ Միացյալ Նահանգները այլ հասարակարգով է ապրում, հասարակական այլ կարգով է ապրում եւ այնտեղ հնարավոր է շատ բան անել։ Եվ թող ամեն մեկ իր համար ընտրի, ինչ է ուզում, ինչպես է ուզում ապրի։ Աղքատության պատճառը դա հասարակարգն է։ Դա ոչ նույնիսկ ոչ թե կապիտալիզմը, թեև կապիտալիզմն էլ հասարակարգի տնտեսական բլոկն է ներկայացնում, բայց հասարակարգն է։ Եվ ինչ կապ ունի հասարակարգը։
հիմա անցում անենք կամաց մեր գործերին։ Մի հոգին, 10 հոգին որոշակի ուժ են ներկայացնում իրենցից եւ որոշակի ծավալի խնդիրներ կարող են լուծել մարդկանց։ Բայց որպեսզի ավելի մեծ խնդիրներ լուծվի, մասշտաբային խնդիրներ լուծվի, մարդիկ համախմբվում են։ Առաջի խնդիրը համախմբելն է։ Հնարավոր է արդյոք 150,000 մարդ համախմբել։ 150 մարդ իրանք իրանց է կհամախմբեն։ Ինքնակարգավորումով 150 մարդ մեկին գումարած մեկ կհամախմբվեն, կդառնա մի համայնք։ Միգուցե 1500 մարդ էլ հեշտ համախմբվեն։ Բայց եթե 150,000 մարդ մի դաշտում լցնես, այդ մարդիկ չեն համախմբի։ Այդ մարդիկ կտոր կբաժանվեն տարբեր, այսպես 5,000, 1,000, 3,000 խմբերի։ 150,000 մարդ միտեղ հավաքել, համախմբել, որպեսզի նրանք մշտապես իրար հետ ապրեն, դա խնդիր է։ Առհասարակ մարդկանց իրար գլուխ հավաքելը խնդիր է։ Էլ չեմ ասում 1 միլիոն մարդ համախմբելու, 3 միլիոն մարդ համախմբելու, 10 միլիոն մարդ համախմբելու, երկիրներ կան 1.5 միլիարդ մարդ համախմբած պահում են։ 1.5 միլիարդ մարդ, երկու երկիր առնվազն կա, Չինաստան, Հնդկաստան։ Սա լուրջ խնդիր է։ Ինչի՞ է մեզ մոտ ուրեմն կուսակցությունները անձ կուսակցություններ։ Հա, մի հոգի կուսակցություն է։ Մի հոգուն ճանաչում եք այդ կուսակցությունից, մյուսներին չեք ճանաչում։ Ինչու՞։ Որովհետև հնարավոր չի այդպես հեշտությամբ մարդկանց համախմբել։ Ինչ որ մի գաղափարի արժեքի շուրջ։ Ինչի կարելի է ասենք 3-5 հազարանոց միտինգ անել, այսինքն մի օրով կարելի է համախմբել, բայց հնարավոր չի ընդհանրենք 10 տարով այդ նույն 3000-ին, այսինքն հնարավոր է, բայց ինչու է դժվար համախմբելը։ Ուրեմն առաջի քայլը մարդիկ համախմբվում են մեծ խնդիրներ լուծելու համար, երկրորդ քայլը համակարգվում են։ Այսինքն այդ խումբը որոշակի կառուցվածք է ստանում, կանոնավոր, օրինաչափ ձև է ստանում, կառուցվածք է ստանում, որով աշխատում արդյունավետ։ Որտեղ եթե համախմբումը որպես աքսիոմաներ սա ընդունեք, եթե համախմբումը մեծացնում է ուժը, սոցիումի ուժը, ապա համակարգումը բարձրացնում է արդյունավետությունը։ Եվ կախված նրանից թե դու ինչ կերպ կհամակարգես, ավստրիական ձևով կհամակարգես, թե ամերիկյան ձևով կհամակարգես, թե Թուրքիայի ձևով կհամակարգես, թե Ռուսաստանի ձևով կհամակարգես, թե չես համակարգի, ասենք, ընդհանրապես չես համակարգի, ինչպես հայերն են, հիմնականում անում, դրա արդյունքն էլ կստանաս։ Այդքանով էլ կլինի արդյունավետ։ Ամեն համակարգման ձև, որ ասում եմ հասարակարգ, ամեն հասարակական կարգ, ամեն համակարգման ձև ժողովրդի համար ունի որոշակի արդյունավետություն, ինչ-ինչ հարցեր լուծելու համար։ Ուրեմն դու կարևոր խնդիր կա համախմբում, ինչը ով չի ալարում, ով 3 կոպեկի խելք ունի, ասում է պետք է համախմբենք, մենք պետք է համախմբվենք։ Մեկը ասում է, չգիտեմ, պետք է համախմբվենք բանակի շուրջ, մեկը պիտի համախմբվենք մեր վարչապետի շուրջ, մեկը ասում է պիտի համախմբվենք հիմա, չէ, հատկապես մեր եկեղեցու շուրջ, թող զանգերը ղողանջեն եւ մենք պետք է համախմբենք։ Ну քաղաքական տահաս էլի։ Ինչու է քաղաքական տահաս, որտեղ համախմբումը մեծացնում է ուժը, բայց ոչ արդյունավետությունը։ Հեշտ պարտադիր չի, որ համախմբված ամբողը արդյունավետ գործի։ Ավելին, հնարավոր չի համախմբված մի ջոկատ համախմբված, բայց լավ համակարգված դեպքում կարող է շատ ավելի արդյունավետ գործի, քան թե 100,000-ավոր ամբողը։ Այսինքն համախմբուն առանց համակարգման։ Եվ 30 հոգանոց ջոկատը կարող է 100,000-անոց ամբողին ծրի։ 30 հոգանոց լավ համակարգված ջոկատը։ Հասարակական կարգը ինչով է։ Հասարակարգը ինչով է կարևոր։ Ինչ տիպի հասարակարգ մենք ունենք։ Հիմա կամաց մոտենանք մեր արդեն այսօրվա եկեղեցու եւ պետության հետ կապված խնդիրներին։ Երեկոյան մտորումներ եմ դրել, այստեղ ես այսպես ինչ մտքով ոչ համակարգված ձևով մտքեր եմ արտահայտելու, որոնք կարծես դուրս են մնացել
իմ հարցազրույցներից եւ լայվերից եւ գրառումներից։ Նիկոլ Փաշինյանի համալսարանում այդ բանն եմ լսում, հատվածներ են այսինքն դրած համալսարանում ուսանողների հետ հանդիպումից, էլի Արագած Սարը, էլի են իրա գարդոնի վրա, ոսկեգույն գարդոնի վրա Հայաստանի Հանրապետության քարտեզը ու քարոզ անում մարդ, որ մոռացեք Արարատը, մոռացեք հայկական լեռնաշխարհը, հայքը, ունենք են ինչ ունենք էսա, ու մոռացեք մնացած բոլոր արժանավոր առաջնորդներին, որոնք եղել են եւ կարող են ինքն է այսօր։ Ինքն է, իր Սերժն է, իր Քոչարյանն է, եւ այն ինչ մնացել է Լևոնի տակը։ Լևոն Տեր-Պետրոսյանի տակը ինչ մնաց, այդ է, ունենք այն ինչ ունենք։ Մի երկու նոր ավելի դեմքեր կան, հիմնականում ուղղորդված ռուսամետ կամ ուղղորդված, արտահայտված, ընդգծված ռուսամետ եւ ընդգծված արևմտամետ ու պրտ։ Ունենք այն ինչ ունենք, բանգաբութուլկեքի հավաքածը։ Ինչու եմ այսպես ասում, որովհետեւ սա քաղաքական չի։ Եվ առաջի հերթին, ոչ թե այդ մարդիկ են մեղավոր, այլ հենց դուք հարգելի հայրենակիցներ։ Ես վերջերս եւս վերջին ամիսներին հաճախ եմ հանդիպում շատ ուժեղ մտածող, բավականին կրթված տղաների հետ, ավելի շատ տղաների հետ, քան աղջիկների, ովքեր 20 թվականի պատերազմի առաջին իսկ օրը կամավորագրվել եւ մեկնել են ռազմաճակատ։ 20 թվականի սեպտեմբերի 27-ին, մեկը 27-ին, մեկը 28-ին կամավորագրվել եւ գնացել են ռազմաճակատ հայրենիքի պաշտպանության համար։ Իրանց կյանքն են դրել։ Այս մարդկանց ասում ես, ինչ ես մտածում քաղաքական գործընթացների մեջ մասնակցություն ունենալու հետ կապված, ասում են չէ։ Չէ ասում են, մենք չենք ուզում քաղաքական։ Ասում դու պատրաստ ես եղել կյանքդ դնես որպես պեշկա, ուշադիր, պեշկա, այսինքն զինվոր։ Քաղաքական հարցերում սա սենց է կոչվում։ Ուրեմն, միած սա ասեմ, երկու տիպի մոտեցում կա։ Շաշկի մոտեցում, կարելի է երկու ձևի մոտենալ։ Շաշկի մոտեցում, որտեղ բոլորը պեշկա են, վերջում մեկը գնում հասնում է տամա։ Ու վերջ, այսի մի երկու աստիճան, եւ կա շախմատային մոտեցում, երբ որ դաշտի վրա կան տարբեր ֆիգուրներ, ամեն մեկը իր կարևորությունն ունի։ Այ մեր ժողովուրդը շաշկի ժողովուրդ է։ Գիտի պեշկա ու հերոսացած պեշկա։ Ուրիշ բան չգիտի։ Հասկանում եք։ Մեր ժողովուրդը այսպես է պատկերացնում. պեշկաներ ու լավ պեշկաներ, հերոսացած պեշկաներ, կամ ֆուկ եղած պեշկաներ, բայց պեշկեքից են կողմ բան չի տենում։ Մարդ իր բացառիկ հայրենասիրությունը, ռեալիզացիան իր հայրենասիրության, տենում է իր պեշկայության մաքսիմալ դրսևորման մեջ, այնա գնալ հասնել տամա ու պրծ։ Բայց երբ որ գալիս ես արդեն լուրջ ազգերին, քաղաքականապես լուրջ ազգային, հայ քաղաքական ազգ գոյություն չունի, գոյություն ունի հայ մշակութային ազգ, կրոնական ազգ, էթնոս գոյություն ունի, բայց հայ քաղաքական ազգ գոյություն չունի։ Այն ինչ այսօր մենք հայ ենք ասում, այն ինչ մենք ենք, դա պեշկաների հավաքածու է, որոնցից լավագույնները կամ ֆուկ են լում կամ բանան, հասնում են տամա։ Լավագույններն էլ ոչ որակական առաքինությունների առումով, կենսունակության առումով։ Հեսա կգանք մեր կաթողիկոսին, էլի, այդ կենսունակությամբ ոնց է մարդը դառնում ամենայն հայոց կաթողիկոս։ Կարևորը տվե հելելա տամա, էսա պատկերացումը։ Շախմատային ազգերում կան տարբեր ֆիգուրներ, ընդհանրապես աշխատանքի բաժանում եւ մասնագիտացումը ցիվիլիզացիայի սկիզբն է։ Ցիվիլիզացիան քաղաքակրթությունը սկսում է ի թիվս այլ բաների, սկսում է աշխատանքի բաժանումով եւ մասնագիտացումով։ Երբ որ ֆիգուրներ են ի հայտ գալի, զինվորներ, չգիտեմ, նավակ, այնտեղ փիղ, թագուհի, թագավոր, ձի, մի խոսքով արդեն զորատեսակներ են ի հայտ գալի։ Ստեղից սկսում է բանակը մոտենում, առաջի քայլն է անում դեպի մասնագիտացած ուղղություններով բանակների։
զարգացած գիտություններում էլի մարդիկ այնքան են խորանում գիտության մեջ, որ արդեն ամեն մեկը մի ուղղության վրա է սկսում հմտանալ։ Դա ոչ թե նրանից է, որ նա քիչ է հասկանում, այլ այնքան է խորացել, այնքան մեծ ծավալի աշխատանք անում մի առանձին վերցրած ոլորտում, որ սկսում են մարդիկ մասնագիտանալ։ Մի խոսքով, ահա մեր ժողովուրդը ստե չի հասել։ Մեր ժողովրդի այդ նվիրական զավակը ասում է, հիմա էլ պատերազմ լինի, մի մարդու նման կգնանք ու կկանգնենք առաջնագից, որպես զինվոր, որպես պեշկա։ Բայց ասում ես, իսկ կլինի դու որպես, ասենք, շախմատային ֆիգուրների այլ, ավելի բարձր քաշային եւ ավելի մեծ արդյունավետությամբ դիրքերից հանդես գաս, ասում է չէ։ Ժողովուրդ, դուք արժանի եք այն ինչ ունենք։ Դուք մեղավոր եք այն ամեն ինչի համար, որ մենք ունենք։ Ես այդ իմ գլուխը չի մտնում, ինչ ուզում ես ասա, ոնց կարա մարդը իր կյանքը հայրենիքի համար պատրաստ լինի տա, իր երեխեքին որբ թողի, իր կնոջ այրի թողի, պատրաստ է հայրենիքի համար, բայց ասում է չէ, այ քաղաքական դվիժենիների ես չեմ մասնակցի։ Քաղաքական որոշումների ես չեմ մասնակցի։ Թեև տիրապետում է ոլորտներին այնպես, որ չտեսնված։ Միգուցե այսօրվա նախարարությունների մեծ մասում չլինեն այդպես բանիմաց նախարարներ եւ փոխնախարարներ։ Ահա այս տիպի կադրերը այսօր մենք ունենք։ Հայաստանում կան։ Եվ քիչ չեն։ Բայց այդ մարդիկ չեն ուզում քաղաքականության մեջ նախ խորանան, խելքով խորանան, երկրորդ թաթախվեն։ Եվ ինչ մեղքս թաքցնեմ, նույնը ես կպատասխանեի մի քանի տարի առաջ, որ չեմ ուզում։ Շաշկի ժողովուրդ։ Սրանք ուզում ենք մենք վերանայենք, թե ոչ։ Սա գիտեք համակարգման մասին է արդեն։ Այսինքն համախմբումը գնալ զորակոչվել կամ զինվորագրվել, կամավորագրվել, համախմբման հարցում մենք պատրաստ ենք։ Բայց համակարգվել ոչ, որտեղ մենք շաշկի ժողովուրդ ենք։ Մենք շախմատային ժողովուրդ չենք, շախմատային ազգ չենք։ Մենք բրիտանացի չենք։ Մենք գերմանացի չենք։ Մենք տենց վեր ենք ընկած, մեկը պետք է գա մեզի տիրություն անի, չոշ ասի, ստից քշի ինձ քշի ինձ, հիմա գցում բռնում ենք այդ որ մեկը գա։ Արևմտա եվրոպացին գա, թե ռուսը։ Մի մասն ասում են ռուսը փորձաստանա, լավն է, թող ռուսը լինի, մի մասն էլ ասում են արևմուտքը, թող արևմուտք լինի։ Դուք ինչ եք ասում, դուք լուր սպասում եք, թե ով էշ մենք փալան, ով փալան մենք էշ։ Ահա այս տրամաբանությամբ սպասում եք։ Մի քանիսն էլ էսել ասեն, որոնք շատ տենց ոգևորված, ահա վեր կենանք սենց անենք։ Նրանք էլ չեն ուզում երկու բան ավել իմանալ, սովորել, կարդալ, խորամուխ լինել, չեն ուզում։ Ինչքան գիտեն իրանց հերիքա։ Գալիս են, խոսում են որոշակի գաղափարներ, մտքեր, բայց քաղաքական չի էլ այդ ամեն ինչը։ Երկու հատ հարց է տալի, ինքը իրան արդեն սկսում է հայոյել, բայց ինքը քանի որ քաղաքական չի, չէ հասկանում որ ինքը արդեն իրան հայոյում է։ Այսինքն գտնվում է շատ ցածր գիտելիքների վրա։ Այսինքն ոգևորվածներն են որ պատրաստ են մտնել քաղաքականություն։ Նրանք էլ այդքան գիտելիք ու հասկացություն, տրամաբանություն չունեն։ Նրանք էլ ովքեր ունեն, նրանք էլ չեն ուզում մտնել, բայց պատրաստ են օրինակ եթալ եւ ասենք զոհվել հանուն հայրենիքի։ Էսա այ համանման դասավորվածքում ժողովուրդ կաթողիկոսը լինելու է որ կաթողիկոսը, վարչապետը լինելու է նա որ վարչապետ է։ Հիմա գանք կաթողիկոսը արդյոք այդ կուսակրոնության ուխտը բան խախտել, իհարկե խախտել։ Ով չգիտի։ Ունի երեխաներ, առնվազն մի հոգու փեսու ես գիտեմ, փեսուն։ Գիտեմ, որ այս մարդը կաթողիկոսի փեսն է։ Հիմա ասում են ես վերջերս էլ երեխեք ունեցել, բան դա արդեն հետաքրքիր չի։ Միտք։
Մարդը կանգնել է Խորանի առաջ, երթում է տվել, թեկուզ ծիսական, երթում է տվել ու խախտել է այդ երթումը, այսինքն ուխտադրուժ է։ Ես չեմ ասում, այդ մարդը խի երեխա ունի, լավ է անում, հալալ լինի իրան։ Աստված երկար տարիների կյանք է, բայց ուխտադրուժ է։ Ինձ կողմից շատ սիրված Միքայել Աջապահյան arczepiskopos Սրբազանը ասում է ձեր ինչ գործ դա եկեղեցու գործ է Սրբազան եթե մեկը մոր քֆուրա կերե ու թռել է իր կերած քֆուրի վրից դա լուբոյի գործն է ով ուզես կարա իրան ասի էս ինչի տղա հիմա եթե դուք կանգնել եք Խորանի առաջ երթում եք կերե ու դուք ինքներդ դրժել եք այդ երթումը ձեզ ինչ ասես կարելի է ասել յուրաքանչյուրը կարա կանգնի իր բերնի եկածը ձեզ ասի թե դուք երթվել եք ու ուրացել եք այդ երթումը ոնց մեր ինչ գործն է բայց երթում են չեք ուտում դե մթներումը տարեք դու Աստծո հետ ելած իմ կողմից շատ հարգված ու սիրված է Միքայել Սրբազանը Աջապահյան բայց Սրբազան հայր եթե դա ոչ մեկի գործը չի մթներումը տարեք սարերում ձորերում արեք ինչ է գալի եկեղեցում անում Ուրեմն ինչ որ համայնքային մասնակցություն կա, չէ՞ սոցիալիզացիա կա դե։ Մարդը երթվածել է ու թռել է իր կերած երթումից։ Ոնց չկա նրան ասելու։ Ով ասես կարա ասի, ով ասես դա նույնիսկ աթեիստը, նույնիսկ լրիվ ուրիշ դավանանքի ով ասես կարա ասի։ Ավելին ասեմ, հարգելի հոգևոր հայրեր Ավետարանչական եկեղեցին Հայաստանում գիտեք բավականին ընդարձակ գործունեություն անում եւ նրանց մեջ առանձին խմբեր շատ խիստ հետևում են թե ավետարանին թե իրենց բարոյական կերպարին թե իրենց կեսակերպին եւ իսկական հոգեվորականներ են իրոք հոգեվոր կյանքով ապրող մարդիկ եւ նրանց շրջան ես ընկերներ ունեմ այդ շրջանակներից ես ընտանիքներ եմ ճանաչում այդ շրջանակներից Ավետարանչական եկեղեցին այն որ աղանդավոր եք ասում Ձեզանից 10 անգամ ավելի ուժեղ քրիստոնյա են ու ավելի լավ հոգևորական, իրոք հոգևորական, որ ասենք չգիտեմ Տիբեթի մանախների հետ կհանդիպեն, այն որ ոնց եք տեսնում Տիբեթի մանախը նստում է չգիտեմ մինուս քանիսի տակ ու ասենք մի ամբողջ օր նստում է այդ սառնամանիքին ու իր հավատով, իր մեդիտացիայով, չգիտեմ իր ինչ որ վարժություններով եւ իր այդ հոգևոր, հոգեկան տեխնիկայով մնում է առողջ դիմանում է այ այդպիսի մարդիկ ես գիտեմ ավետարանչական եկեղեցուց եւ նրանք ժողովրդին շատ մոտ են կանգնած եւ ամեն վարքյան ակամա միտքը եթե դեգեներատ չի համեմատում է զուգահեռներ է տանում այն հոգեվորականների հետ ովքեր մի օր կամ մի ամիս Կուսակրոն ապրելը ում համար պրոբլեմ է եւ այն հոգեվորականներին որ ճանաչում եմ անձամբ ես ավետարանչական եկեղեցում ավելին ասեմ ինչ այդ ամուսնությունը կուսակրոնություն չի պարոնայք թե խաբար չեք ամուսնությունը ամուսնական հավատարմությունը կուսակրոնություն չի ինգեր լինել առողջ կին կամ առողջ տղամարդ ու մի տղամարդուց ու մի կնոջից բացի այլ կնոջ կամ տղամարդու չճանաչել բա դա ի՞նչ է հլսա հումանիստական այսպես մարդկորեն եղած բարոյական սրա մեջ հլը այնպես չի որ դու Աստծուն ես պատասխան տալու ընդամենը քո կնոջը կամ կինը իր ամուսնուն է պատասխան տալու Ինչի ամուսնական հավատարմությունը դա տենց բան է արագիլի պես է ինչպես արագիլների մոտ է լինում այնտեղ բնական է այնտեղ այդպես է աշխատում մարդու պարագայում այդքան էլ այդպես չի աշխատում մարդը կենսաբանորեն մի փոքր այլ կենթանի է եւ եթե հազարավոր եւ 100 հազարավոր մարդիկ կարողանում են ամուսնական հավատարմությամբ ապրել առավել եւս հոգեվորականները Եթե իրոք բարոյական արժեքների բարոյական դաշտում են ապրում հոգեվորականներն էլ կարան ապրել կուսակրոնության մեջ կամ հանեք փոխեք օրենքը կուսակրոնություն մի արեք ընտանիք պահեք Սա ավելի ընդունելի կլինի թե Աստծո համար
Կարող եմ Աստծո անունից ձեզ ասել դա։ Կընդունեք։ Եթե դուք իրավունք ունեք Աստծո խոսք փոխանցել, Աստծո անունից կարող եմ ձեզ ասել, կամ պահեք ձեր արած ուխտը, կամ մի ուխտեք։ Աստվածաշնչում է գրած, ես չեմ զից խորին է։ Եթե գրածել չլինի, կամ մի արեք այդ ուխտը, կամ եթե արել եք, պահեք այդ ուխտը, կամ փոխեք այդ կարգը կուսակրոնության։ Հələ սրա մասին խոսանք, բայց այստեղ մի քանի խոսք շատ կարևոր ուզում եմ ասել, որտեղ ավելի, եթե նույնիսկ Պողոս Առաքյալի դիրքերից նայենք։ Ես նայում եմ Պողոս Առաքյալի դիրքերից, այդ դիրքերից, որ մարդը պետք է ամբողջությամբ տրված լինի, ենթադրենք Աստծոն կամ աստվածաբանությանը կամ չգիտեմ գիտությանը, ինչ որ բան, որ մարդը քիչ մարդիկ կան, որոնք կուսակրոն են ապրում։ Հիմնականում դրանք գիտնականներ կարող են լինել, իսկականից կուսակրոն են ապրում։ Առհասարակ սեռական կյանքով չեն ապրում, թե ոչ մի բան չեն ուխտե։ Մարդիկ ուղղակի ապրում են այդ դաշտում։ Մարդիկ կտրվել են կյանքից, մարմնից, կենսաբանությունից, կտրվել են։ Կուսակրոնությունը սրա մասին է, որ դուք այնքան եք աշխարհից կդրվե, այնքան եք արդեն երկնքում, երկնայինի ու հոգևորի մեջ, որ ձեր մտքով անգամ չի անցնում իջնել ներքև ու ինչ-որ մարմնական բաներով զբաղվել։ Կուսակրոնությունը սրա մասին է, կուսակրոնությունը ինքը իրան խարազանելու եւ մի կերպ դիմանալու մասին չի։ Այդ դիմանալու մասին ամուսնական հավատարմությունն է։ Այդ դա դիմանալու մասին է, որ պետք է մարդը բարոյականությամբ իրան զսպի։ Կանայք քիչ տղամարդ են տենում, այդ որ մի տղամարդուն ուզենա չի կարա մի բան անի հետը։ Ես կանանց եմ ասում, ամուսնացած կանայք, բայց 100 հազարավորներով ամուսնական հավատարմություն են պահում։ Եվ նույն կերպ ամուսնացած տղամարդիկ տասնյակ հազարավորներով ամուսնական հավատարմություն են պահում։ Ինչից է խոսում այ մարդ։ Բժիշկներ, որոնք մեկ մարմին են տեսնում ամեն օր, բժիշկներ կան միայն կանացի մեկ մարմին են տեսնում ամեն օր։ Բայց ո՞նց ալնում այ ընկեր։ Բարոյականությունը, մասնագիտական պարտքը, էլի տես բաներ, այդ ինչ մի բարդ բան է, արդեն դա հղկված աշխատող մեխանիզմներ են։ Այդ ինչ մի բարդ բան է, որ հիմա եկեղեցականի համար ու եկեղեցական իրանում հետ է համեմատում, ասենք Նիկոլական падգամավորի։ Չեղավ տենց։ Չի կարելի տենց։ Ոչ ոք սուրբ չի, հասկանալի է։ Բայց պետք է չի տենց այնպես ներկայացնել, կարծես գիտես տենց էլ պետք է լիներ։ Չէ, տենց չպետք է լիներ։ Ձեր կուսակրոնության ուխտը մի կապեք։ Ավելին ասեմ, հա ասում եմ ու չեմ ասում։ Այն մարդը, որ մի կին ունի, իր կնոջն ու իր եղեքին է հավատարիմ։ 1000 գլուխ արևելի բարոյականը, քան թե կուսակրոնը, որ օրը մեկի հետ է ալնում կամ տարին մեկի հետ է լինում։ Դրանց թվում է, թե ինքը ընդհանրեն իր կուսակրոնությունն է, չէ։ Եթե մի ընտանիք ունենար, մի կին եւ վերջ, էլի կհասկանայի, այ մարդ, կասե ես մարդը, դե կուսակրոնությունը մի հիմար բան բերեք գցել են գլխներին, ենթադրենք։ Չնայած դա հիմար բան չի, բայց դա ամեն մարդու համար չի։ Ամեն մարդ չի, որ կար այդ բարձունքներին հասնի հոգևոր կյանքում։ Այդ էլի կհասկանան, բայց այն որ ինքը տենց 20 հոգու հետ, 10 հոգու հետ, 5 հոգու հետ վաղտարվաղտ ժամանակ անցկացնում, իրան թվում է, թե ինքը նույն կուսակրոնության ուխտն է խախտում, դա հեճը տենց չի։ Դա արդեն մանեկողն է, էլի։ Այդ արդեն ընտանիք չկա, թե սրբություն չկա, որտեղ ընտանիքն էլ է սրբություն։ Ընտանիքն էլ է սրբություն, հարց չկա ընկեր, ընտանիք ունես, հալա լինի քեզ։ Ճանաչում եմ ես դրա սրբությունը, բայց ես չեմ կարող քո գուլյատ անելու սրբությունը ճանաչել։ Սրանք էլ տարբեր բաներ են։ Թե չէ ձեզ դրել եք նիկոլականների հետ եք համատում, էլի իրանց ֆոնին լավն եք դուրս գալի, տես չեղավ։ Ամոթ ունեցեք գոնե գլուխներդ կախեք, այ մարդ։ Ու ձեզնից սկսել է ապականությունը։ Ձեզնից սկսել է հոգևոր այլասերվածությունը։
Ձեր 18 թվականին, 15 թվականին, 10 թվականին, 2008 թվականին, то 90-ականներից սկսած ձեր լռությունից է սկսեց ապականությունը։ Եվ որ քաղաքական իշխանության դեմքին թռնեիք այն ժամանակ, ասեիք Նեզովյալ, ես ինչ ես անում։ 96 թվականին, որ Վազգեն Սարգսյանին կանչեիք, ասեիք Նեզովյալ, ես ինչ ես անում։ Ոնց կարելի է բանը, եթե 100%-ով էլ ձայն հավաքեք բանը, բանակը ձեզ չի ենթարկվելու։ Այդ ժամանակվանից դուք կդի մեյդան գայիք, որ այսօրվան չհասնեինք։ Իսկ դու այն ժամանակվանից լռել եք, դուք ձեր բարոյական, ինչ ասեմ, ժողովրդական, ազգային, մի գուցե նույնիսկ աստվածային պարտքը չեք կատարել, դասա լքել եք, այսօր եկել եք արդեն Նիկոլ, Պոչամբարն է Նիկոլը, ես վերջերս դրանից ենք խոսում, Պոչամբարն է, տակի մնացած կեղտն է, այդ ամբողջ հանքարդյունաբերության, որ տեղի է ունեցել, Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ նրանց ժամանակ գոյություն ունեցած կաթողիկոսների այսենց եկել է այդ հանքարդյունաբերությունը, սրբապղծության արդյունաբերությունը, այսենց Պոչանքը արդեն Նիկոլի տեսքով գյոլ է եղել մնացել է։ Հիմա դրա դեմ եք պայքարում, հա, դրա դեմ է պետք է պայքարել։ Բայց ձեր դիրքերը մի հատ դզեք, հոգևոր հայրեր, ձեր դիրքերը դզեք, ավելին ասեմ, ես զրադաշտական քրիստոնյա եմ էլի, քրիստոնյա զրադաշտական, չգիտեմ, ոնց ուզում եք, պոֆիգիստ, ոնց ուզեք, իմ կապը Աստծու հետ անմիջական է, միջնորդավորված չի, ոչ մեկով, բնությունով է իմ կապը Աստծու հետ, կարակ համարեք ցնդաբանություն, մեկ է ինձ, դուք առաքելական եկեղեցին պղծողներից մեկն եք, խորանի պատուհանները արևելյան, սրբապատկերով փագելով, դուք սատանիստ եք, խորանի պատուհանները արևելյան, սրբապատկերներով փագելով, դուք կռապաշտ եք, հայ եկեղեցու մոմավառությունը դուրս հանելով, դուք ապականում եք հայ եկեղեցին, հարգելի եկեղեցականներ, ապականում եք, հայ եկեղեցում աղոթքը արվում է կրակի առաջ, ավելին ասեմ, կրակին է արվում է աղոթքը, հայ եկեղեցին, դա արևապաշտական, լուսապաշտական, լույս արդեն հոգևոր իմաստով, արև հոգևոր իմաստով, արամազդական եկեղեցու արամազդական դավանանքի շարունակությունն է և իրավահաջորդը, արամազդական դավանանքի սուրբ երրորդությունը որպես սուրբ մայր, սուրբ հայր և որդի Աստված, այս սրա շարունակությունն է, հայ եկեղեցին, թեկուզ իրա, այսպես ծածկագրին ձևով, հայ եկեղեցին տրնդեզի վարդավառի եկեղեցին է, և դուք այսօր մոմը հանում եք եկեղեցուց դուրս, ինչ հատ է մուրը հանում, թող անի, թող մուրը անի, դուք խորանի ճանապարհն եք փագում, լուսո ճանապարհն եք փագում, սրբոց սրբություն խորան ընկնող, ես էլ ձեր վրա, բազար, և որ այսքան վլաստ ընգավ ձերս այսքան, քթներիցը ծուխը դուրս է գալու, հենց այս հարցերում, իսկ գերագույն ժողովը եկեղեցական, որը 2/3-ով կազմված է, 3/4 էի հիշում, բայց 2/3-ով կազմված է, որոնք կարան կաթողիկոսին հանեն, նրանք էլ եթե բարոյականություն ունենային կաթողիկոսին շուտվանից էին հանել, որտև այո երդվածել է, ուխտ է արել ու դրժել է իր երդումը, ու ինքը ասում է, ես Աստծու առաջ երդում եմ արել ու ինքն էլ ցույց է տալի, որ դրժել է այդ երդումը, այդ մարդը պետք է փոխվեր, բայց նրանք էլ այդ բարոյականությունը չունեն, ձեզ թվում է այդ սովորական, այլ չոփակ պոստսովետական, սովետական բիձեք, ներկայիս ջահելություն ուրիշ ձև է մտածում, ես գիտեմ մեր պրոֆեսորներին, վաղ սերնդի, որոնց շրջանում քիչ չեն եղել, արտաքինից այսպես շատ
սիրալիր, բարեհունչ, չգիտեմ ինչ, ներսից Քրիստոսի ասած, դրսից դուք ծեփած գերեզմաններ եք ասում, Քրիստոսն ասում, դրսից սիրուն զարդարած, ներսից գարշանքով լցված։ Այս բժշկության մեջ այդ տեսակ ակադեմիկ, պրոֆեսոր, տես մարդիկ եմ տեսել սովետական քյոփակներից։ Նրանք հիմա չկան։ Ես հիմա պատկերացնում եմ, նրանք քյոփակների հավաքածու էլ դուք պետք է լինեք։ Թե չէ դուք չեք հանդուրժի նման քաղաքացիական, նման պասիվություն չեք ցուցաբերի, 100% համոզված լինեք մարդը դրժել է իր երթումը, բայց գիտես ինչ, անհնարավոր իրան բանը զրկեն կաթողիկոսական գահից եւ արժանավոր մեկին ընտրեն որպես կաթողիկոս։ Անհնար է։ Ուրեմն անհնար է, որ դուք մաքուր մարդիկ եք։ Ուրեմն անհնար է, որ դուք ընդհանրապես մարդ եք, իսան եք։ Ուրեմն անհնար է, որ դուք հայ եք ու ազգ եք ճանաչում։ Ուրեմն դուք թայֆա եք։ Եթե անհնար է այսի տեղի ունենա, իսկ վերլուծաբանները այդ դվում աստվածաբան խոսում են ներկայացնում, ասում են անհնար է, էլի, այնպիսի համակարգա, այնպիսի բարքերա։ Ուրեմն հայոյանք չեմ անի, բայց գնացեք դուք էլ ձեր բարքերն ել։ Եկեղեցին է ափսոս։ Այդ սրբությունն է ափսոս, որ շարքային քաղաքացին ավելի նվիրական ձևով է պահպանում, հարգում, կրում իր մեջ, քան թե այդտեղ ծառայության անցած իբրև թե ճակերտավոր հոգևորականը։ Իսկ այն լավ հոգևորականներն էլ այն հայրերը, որոնք իրոք կարող են այս ամեն ինչը, երևի քանակապես քիչ են, ավելի հանդուրժողական են կամ ուժ չունեն։ Չեն կարող համախմբել իրենց շուրջ եւ համակարգել այնպիսի շարժում, որով հայ եկեղեցին խաղաղ ճանապարհով կգնար նորոգման, ինքնակատարելագործման, ինքնամաքրման, ուրեմն այս փուլերի միջով կանցներ այս փուլերը եւ դա ձեզանից էլ է, որ մենք այսօր ինենք։ Հիմա գնանք նոր քաղաքական իշխանություններին։ Քաղաքական իշխանություններին։ Երեք առաջի օրը մտածում էի, որ Նիկոլը Թուրքա այս խոսքին, ես երբեք sense բան չեմ ասել, երբեք։ Նիկոլը Թուրքա բանել։ Բայց ուզում եմ Նիկոլի հետ այս զրույցս անեմ։ Այս հատվածը հաշվեք Նիկոլի հետ եմ զրուցում, չնայած ինձ դժվար է տենց այդ դերի մեջ մտնելը։ Թուրքը գիտես որն է, Նիկոլ, կամ պարոն Փաշինյան, գիտեք որն է Թուրքը։ Թուրքը այն հայն է, որը ընդունել է թրքախոսություն, իսլամ, իր տատուն դոմփած Սելջուկին փոխանակ համարի թշնամի, իր տատուն դոմփած Սելջուկին համարում է նախահայր ու հաշտ է դրա հետ, այդ է Թուրքը։ Թուրքը չէ, թուրքը։ Ադրբեջանցի թուրքը, դա հայ աստեյության, դա գենով հայ է, գենով այս երկրի այս հող ու ջրի մարդ է։ Բայց այդ մարդուանց նախնիներին, սելջուկները, մյուսները, եկե դոմփե գնացել են, բռնաբար է գնացել են։ Ու նա փոխանակ իր միջի թասիբը, իր նախնիների, իր հայրերի նկատմամբ, զարթնացնի եւ իրեն բռնաբարած։ Բոլորին չեն բռնաբարել, մի 5 հոգու բռնաբարել են, արդեն մի 5000 հոգի արդեն այսենց սսկվել է, կոպես։ Այ փոխանակ իրանց նախնիներին, իրանց ժողովրդին բռնաբարած, հարստահարած, վայրակ ցեղերին։ Իրանք հակառակվելու, դրա դեմ դուրս գալու, իրանք ընդունել են այդ լեզուն, թրքախոսությունը։ Իրանք ընդունել են նրանց կրոնը վերջ լավից վատից։ Ու էդ էլ հարց չկա։ Մարդու լեզուն էլ իրան հարալ լինի կրոնն էլ։ Նրանք այդ ինքնությունն են ընդունել։ Ու ուրացել են իրանց ատրպատականցի լինելը։ Ադրբեջանցին դա ատրպատականցին է, որը բնիկ է այդտեղ։ Ատրպատականցին այդ բնիկ է այդտեղ։ Մեր պես ու արյունակից է մեզ այդ գենետիկ անալիզներով ապացուցվում է։ Բայց նա այն է, ով ուրանում է իր նախնիների ավանդը,
եւ ընդունում է իր նախնիներին դոմփածների ինքնությունը։ Այդ դա թուրքն է։ Այդ նույնն է Թուրքիայում։ Դա այն հույնն է, այն ասորին է, այն քուրդն է, այն հայն է եւ այլն։ Ովքեր ուրանում են իրանց ինքնությունից եւ ընդունում են թուրքական ինքնություն, որովհետեւ Սելջուկը ժամանակին բռնաբարել է իր նախնիներին, մորթել է իր ապուպապերին։ Ու իրանք փոխանակ պատվախնդրությունից ելնելով տեր կանգնեն իրենց նախնիների ինքնությանը, ընդունում են նոր նվաճողի ինքնությունը, որովհետև նվաճողը հաղթող է, իսկ իրանք ուզում են հաղթողի կողմից լինեն։ Իրենք չեն ուզում պարտված լինեն։ Իրանք ուզում են հաղթողի կողմից լինեն։ Դա էլ հոգու տկարություն է։ Ու ընդունում են այդ նոր խոսքը, լեզուն, նոր կրոնը, նոր ազգային ինքնությունը։ Այդ դա է թուրքը, պարոն Փաշինյան։ Իսկ գիտես որն է հայը։ Հայերն է այս նույն տարածաշրջանում, որ այդ ամեն ինչը գլխով գալի անցնում է, ինքը շարունակում է իր նախնիների դավանանքը, նախնիների խոսքը, նույնիսկ հայ առաքելական եկեղեցին, դա կրակի դեմ, կրակի առաջ աղոտ քանող մոմը, որ դնում վառում է, այդ վառում է, որ կրակին աղոտ քանի։ Հասկանում եք այն ենթագիր։ Այդ տրնդես վարդավառ անող, կրակի դեմ աղոտ քանող, խորանում սրբապատկերի փոխարեն արևելքից պատուհան, որ արևածագը առաջինը տեղ ընկնի, պատուհան թողնող, այ հայ առաքելական եկեղեցի նույնիսկ նախկինների կրոնն է, արամազդական կրոնն է, իր սաղմերում, իր առանցքում, այս շարականների հիմքում նախաքրիստոնեական երաժշտությունն է։ Այդ առավոտ լուսո արեգակն արդար, էդի բուն արամազդական, հեթանոսական չէ, այն մի կարգին էլ դրել հեթանոս չի էդի։ Դուք էլ հույն եք, նրանք էլ հեթանոս են։ Հեթանոսը հույնի համար է հեթանոս, դուք ինչ հեթանոս։ Մի խոսքով, արամազդական դավանանքի շարունակությունն, արժեքներն են, գալի հասնում մեր օրեր։ Այ հայն էլ նա է, ով սրան տեր է եղել միշտ։ Հայն էլ դա է։ Ուրեմն երկու ձևի մարդիկ կան այս տարածաշրջանում, թուրքեր եւ հայեր։ Հայերը նրանք են, ովքեր պահում են իրանց ինքնությունը, թուրքերը նրանք են, այդ նույն աղբերներ են, արունով մեկ են։ Թուրքերը նրանք են, ովքեր ուրանում են այդ ինքնությունը։ Ու հաղթողի կողմից որպես հզոր, այլանդակ, ագրեսիվ ազգ հաղթողի կողմը անցնելով նոր ինքնություն են ձեռք բերում։ Հիմա եկանք պարոն Փաշինյան, քո են արագացի ու են գարդոնը ոսկեգույն գարդոնի նկարին։ Ինչ ես անում, պարոն Փաշինյան։ Թրքացել ես, հոգնել ես հայելնելուց, դժվար է հայելնելը, բա դժվար է, բա ինչ է, բա հեշտելներ դրանք սաղ հայ էին հիմա, բա գիտես ծովից ծով, հիմա էլ ենք ծովից ծով, գենով ծովից ծով ենք, մինչև Գրակաց ծովից, մինչև Կասպից ծով, գենով ծովից ծով ենք, բայց ոչ խոսքով, լեզվով, մշակույթով, որտեղ դժվար է հայելնելը։ Ինչ ես որոշի անես, իրական Հայաստանը որն է, թրքացած Հայաստանը, ես չեմ ասում է Թուրքիայի հետ լավանալու մասին, հարց չկա Թուրքիայի հետ լավանանք, Ադրբեջանի հետ էլ աղբերանանք, հարց չկա, ես ուրիշ բանից եմ խոսում, ասում եմ ինքնությունը պահում ենք, թե թրքանում ենք, ընդունելով, որ պարտվել ենք, ծանրապարտվածի հետ ուզում ենք ուժեղի հետ լինել, ուժեղի կողմից լինել, բա էդ է հայը, պարտությունն էլ ծանր է, այո,
Իհարկե։ Բայց պարտությունը քեզ թույլ է տալի դու ով ես։ Եթե այդ ժողովուրդները չպարտվեին, նրանք չէին թրքանա։ Հայ կմնային, հույն կմնային, ասորի կմնային, քուրդ կմնային, չէին թրքանա։ Պարտվելով են նրանք թրքացել։ Հիմա այս պարտությունն է, մեր պարտությունն է, մեր բաժինն է, հերթն է այդ պատասխանը տալ, մեր սերնդի, անձամբ մեր, նկատի չունեմ հայերի, հայերը այդ պատասխանը քանի հազար տարի է տալիս են։ Մեր սերնդի հերթն է այդ պատասխանը տալու։ Մենք ընդունում ենք թրքություն, այս պարտությունից բխած, թե մնում ենք հայ, ու շարունակում ենք որպես հայ։ Պարոն Փաշինյան, մտորեք այս մասին, դուք տանուլ եք տվել, ինա դնգնեք, չնգնեք, դուք տանուլ եք տվել, մտորեք այս մասին, իդեպ ընդունեք, որ հասկանում եմ ինչ որ անում եք ծայրից ծայր, տեղ ընդունում եմ, ուզում եմ ասեմ այնպես չի, որ ես ձեզ չհասկանալուց եմ սենց խոսում, ես էլի ձեզ չեմ ասի թուրք, Արսեն Թորոսյան, լավ ասիր, ասում ով որ մտածեք տղեք ես մասին, թուրքն էլ է հայ, դա այն հայնա, որ չի կարացել, չի դիմացել, ու ընդունել է նվաճողների ինքնությունը, այսքան բան, մտածեք ես մասին տղեք, եթե թրքություն եք ընդունում, հարց չկա, դա ձեր վիբրն է, Են մի մասն էլ ասում եք գնանք Եվրոպա, ֆրանկ կդառնանք, կաթոլիկ կդառնանք, այն հին բարբարով, կպահպանենք մեր հայությունը, тоже վարիանտ, մի մասն արտագաղթով մտածում կպահի, էդ էլ է հնարավոր, լավ, բայց դրանք ովքեր ստեղ նստած են, ու ավելի իրատես են, քան են մնացած ռոմանտիկները, և հրաժարվում են ստեղից դուրս գալ, նրանք հարցի խնդրի առաջ են կանգնած, Համշենահայերը ինչով են հայ, խոսքով, կրոնով էլի ընդունել են թրքությունը, բայց խոսքը պահել են, էլի գոնե թրքախոս չեն, հիմա երևի թրքախոսել է դարձած կլնեն, կամաց կձուլով են կգնան, եթե մի բան չանենք, եթե չհասցնենք, սա էլ էսպես, մտածեք ես մասին, ժողովուրդ ջան, եկեղեցին էլ թող իր հերթին իր մտածելիքը մտածի, Իսկ մյուսների համար, ովքեր ոչ եկեղեցուց են, ավելի ճիշտ ոչ հոգևորական են, ոչ էլ պետական, քաղաքական, Ժորժ ջան, դուք էլ մտածեք, այս արժանի եք դուք այս վիճակին, ձեր ապա քաղաքական դիրքորոշմամբ, ձեր համար հայրենասիրությունը դա գնալ սահմանում, բանը, որպես զինվոր լինելն է, ու դա ձեր համար նորմալ է, բայց քաղաքական պրոցեսներին ինտեգրվելը ձեր համար նորմալ չի, Քաղաքական պրոցեսին ինտեգրվել է երկու բան ավել սովորել հասկանալը, էդ էլ ձեր համար նորմալ չի։ Ձեզ թվում է թե ամեն մեկը տենց հանճարներ եք։ Դեբիլների հավաքածու եք, ոչ մի հանճարել չկա ձեր մեջ։ Դեբիլների հավաքածու։ Կապ չունի գնդապետա, գեներալա, չգիտեմ, նախկին քաղաքական գործիչա, քաղբանտարկյալա ով է։ Եկեք հանրային զրույցի ցույց տամ ձեր գաղափարական սնանկությունը։ Ամբրիշ չեք տարբերում դուք քաղաքագիտության մեջ, այս անգրագետների դեմը լավ տղա եք երևում, խաղում։ Առաջին, հայրենասիրությունը քաղաքականություն մտնելու մեջ էլ է։ Եթե չես մտնում քաղաքականություն, կողեմ քո գնացած ծառայածը, այսենց։ Եթե դու քաղաքականություն չես մտնում, ինձ մեկը քո կամավորագրվածը ցանկացած տեղ որպես զինվոր։ Էդ է Նիկոլի գլխավոր հրամանատարությամբ։ Նիկոլի գլխավոր հրամանատարությամբ քո զինվոր լինելը ծալած ունենամ։ Ուզում եք ռեալ հայրենասիրություն։ Քաղաքականության մեջ, այսինքն հրամանատարությունը վերցնելու մեջ գործ կա անելու։ Տղաներ եւ աղջիկներ։ Հրամանատարություն վերցնելու գործ կա։
զինվորագրվելու չէ, հրամանատարագրվելու գործ կա։ Ուրեմն առաջին սա, երկրորդ անգամ զինվորը պետք է սովորի, որ լավ զինվոր լինի։ Հրամանատար լինելու համար առավել եւս բարձր կրթություն ա պետք։ Մեծ գիտելիքներ ան պետք։ Եթե զինվորը կարա մակերեսային պատկերացումներ ունենա, հրամանատարը պետք է մոլեկուլյար մակարդակից պրոցեսները հասկանա։ Հետևաբար ձեր այս պահին եղած պատրաստվածությունն ու գիտելիքները խայտառակ անբավարար են նորմալ լավ քաղաքական հրամանատարներ լինելու համար։ Երկրորդն է սա, ուզեք սենց, մենք լուծում ունենք, մենք ապագա ունենք, չեք ուզում սենց, դե կներեք, ես ուզում եմ սենց, այո, Վարդան ջան, պատասխանատվություն վերցեք ձեր վրա, պատասխանատու եղեք այս երկրի համար, հերիք եղավ զինվորի պես գնա կանգնեք, տենակով է հրաման տալու, վերջում էլ գաք ասեք ախպեր, սա ծախած էր, կամ ծախած չէր, մենք ամեն ինչ արինք, բայց թուրքը ավելի ուժեղ էր, կամ չգիտեմ, ավելի կազմակերպված էր, վեր կացեք պատասխանատվություն վերցեք ձեր վրա այս երկիրը ոտի հանելու, դիմում եմ ակտիվ, հանրորեն ակտիվ, բողոքելու ունակ բոլոր տղաներին եւ աղջիկներին, վեր կացեք ընկեր ջան, վեր կացեք ձեր վրա պատասխանատվություն վերցեք, այս դրոնների դարում հենա Ուկրաինան տեսակ ինչ արեց մի քանի հատ դրոնով այ մարդ, այս դարում արհեստական բանականությամբ, տեխնոլոգիաներով Ես 3 միլիոն ժողովուրդը գիտեք մասշտաբների հարցեր կարա լուծի, թե քաղաքական, թե տնտեսական, թե ռազմական, թե գիտական, թե էլի շատ ու շատ դաշտերում։ Վեր կացեք։ Թերևս այսքանը։ Ոչ ոքի չի ուզում նեղացնել, ոչ ոքի չեմ ուզեցել վիրավորել, բայց ամեն մեկը արժանի է տասնապատիկ ավելի մեծ խոսքի, քան ես այստեղ հնչեցրեցի։ Տասնապատիկ ավելի խիստ քննադատության, քան ես այստեղ հնչեցրեցի։ Նիկոլի նկատմամբ քննադատությունս բավականին մեղմ էր, զուտ նրա համար, որպեսզի ես հաղորդում իրենք լսեն։ Եվ մտորեն այդ հարցի շուրջ, ինչ որ ես իրանց տվեցի։ Թերևս այսքանը, շնորհակալ եմ շատ, այսքան ինձ հետևելու ու հանդուրժելու համար։ Բարի գիշեր ձեզ, մի շնորհ հանդիպում։